Ռուբեն Վարդանյանի դատավճռի մասին մենք խոսել ենք, գիտեք դուք, հա, դատեց կեղծ դատավարությամբ արհեստական կեղծած փաստերով, փաստարկներով, ինչ փաստ Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին եւ որոշեց 20 տարվա ազատազրկում սահմանել, որից 10-ը խիստ ռեժիմի բանդում, բայց պարոն Վարդանյանը որոշել է չփողոքարկել որոշումը։ Իհարկե սա իրավագիտության մեջ ընկալվում է ընդհանուր առմամբ որպես համաձայնություն, հա դե մեղավոր եմ, չեմ էլ փողոքարկում, բայց թե Բաքվի դեպքում ինչ արդարադատություն, ինչ դատ, ինչ դատաստան, ինչ հույս, որ վերաքննիչ կամ վճռաբեկ, ինչ կան դեռ Գերագույն դատարան է, զարուզրտիկ է, դրանք պետք է բան անեն, արդար քննեն Վարդանյանի փողոքը, եւ ընտանիքն էլ է ասում, որ այս որոշումը չի նշանակում համաձայնություն դատավճռի հետ, եւ այս իմաստով բան է հասկանալի է պարոն Վարդանյանի մոտեցումը կարող է փողոքարկի ցմահ դարձնեն էս էլ կա բայց եթե ուզենան ցմահ պահել բանդում այդ ինչ մի խնդրեմ է հերոտանից տեղից կսպանեն էլի բանդում եք կլինի որ ցմահ մնաց բանդում էլի կամ 1000 ու մի բան կա հորինեն գրպանից պլանկա հանեն կասեն ախպերջան դիկաս նստես էլի եւ այլն այնպես որ Ալիևը ինչպես ենթադրվում էր ինչպես 1000 անգամ ասել ենք ձեր եղած բոլոր հնարավորություններով այդ 19 հոգուն օգտագործելու է Հայաստանի Հանրապետության դեմ սիրելի ժողովուրդ խնդրում եմ լայքել եւ բաժանորդագրվել ալիքը դրանով դուք կնպաստեք որ հաղորդումներն ավելի շատ մարդ տեսնի